Տերեսան Գոռ Հակոբյանն ինստագրամյան հարթակում նոր հրապարակումով է հանդես եկել, այդպիսով պատմելով այս պահին դրամահավաքի ինտենսիվության մասին։ Սիրելի հետևորդներ, մեր դրամահավաքն ամբողջ թափով շարունակվում է։ Այս պահը ու ամենասկզբի պահը ակտիվության տեսանկյունից իրար ընդհանրապես չեն զիջում։ Եթե այսպես շարունակվի, մենք մոտակա օրերը կկարողանանք արդեն մեկնել Մյունխեն։ Ես անչափ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, շարունակենք նույն տեմպով, Աստված բոլորիս պահապան։ Ընդամենը ժամեր առաջ դերասան Գոռ Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ ունի մարդկանց աջակցության կարիքը։ Իր որդիներից Ֆելիքսի մոտ առողջական լուրջ խնդիր է առաջացել, ինչի արդյունքում ինքը միայնակ չի կարող լուծել այդ խնդիրը։ Խոսքը լուրջ հիվանդության և մեծ գումարների մասին է։ Գոռ Հակոբյանի հայտարարությունից հետո համացանցում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, մարդիկ, հայհայտներից շատերը խնդրում են մարդկանց անտարբեր չանցնել, աջակցել և լինել Գոռ Հակոբյանի կողքին այս դժվարին փուլում։ Շատ հայհայտիներ իրենց ինստագրամյան հարթակում տեսաուղերձով են հանդես եկել, խնդրելով ուշադրություն հրավիրել այս խնդրին և հնարավորության դեպքում անպայման օգնություն ցուցաբերել։ Աննա Դովլաթյանը դիմել է իր հետևորդների ցանկում ունեցող բոլոր այն մարդկանց, ովքեր բավականին ապահովված են և կարող են աջակցել։ Ողջույն սիրելիներս, նախորդ իմ ստորիից արդեն տեղյակ եք, որ Գոռի երեխան ունի լուրջ առողջական խնդիրներ և այդ բուժման համար հարկավոր են շատ մեծ ահռելի գումարներ։ Ես ձեզ ուղղակի շատ եմ խնդրում, որպեսզի մենք համախմբվենք և օգնություն ցուցաբերենք, ով ինչքան որ կկարողանա։ Ես նաև գիտեմ, որ իմ հետևորդների մեջ շատ կան ապահովված մարդիկ, պաշտոնյաներ, ում համար որ գումարը խնդիր չէ։ Ոչ մի երեխա աշխարհում չպետք է այս ցավի մեջով անցնի, եւ շատերը չեն օգնում ոչ թե որ չեն ցանկանում, այլ որ պարզապես ալարում են։ Եթե դուք ժամանակ գտել եք թերթեք համացանցը եւ տեսնում եք այս ստորին, նաեւ կարող եք ժամանակ գտնել եւ անել այդ կարևոր քայլը, որը կարա կյանք փրկի։ Այդ քայլը, որը հաճելի կլինի Աստծո սրտին, դա աստվածային քայլ է։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Ողջույն սիրելի հայեր, կապված վերջին վիդեոյի հետ, որը տեղադրել եմ story բաժնում, երևի թե արդեն շատերը տեղյակ եք, որ Գոռ Հակոբյանի տղան ունի առողջական խնդիրներ։ Իսկ այդ խնդիրները լուծելու համար հարկավոր են մեծ գումարներ ու դրա համար կազմակերպվել է դրամահավաք Գոռ Հակոբյանի կողմից։ Ինձ հետ Միացյալ Նահանգներում կապնվել են Մանիտուն դրամական փոխանցումների հիմնարկի տնօրինությունը, աշխատակիցները առաջարկելով իրենց օգնությունը կայանում է նրանում, որ ձեր յուրաքանչյուր փոխանցում Գոռ Հակոբյանի հաշվի համարին կլինի անվճար ու սա շատ լավ հնարավորություն է լինելու Գոռի ու նրա ընտանիքի կողքին։ Ես հավատում եմ, որ եթե մենք մեկս մյուսին օգնենք, միանշանակ յուրաքանչյուր հարց կլուծվի ու կարևորը մեր աղոթներով պետք է լինենք այդ մարդկանց կողքին։ Այնպես որ ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես էլ իմ կողմից բոլորին խնդրեմ, որ յուրաքանչյուրս մեր օգնությունը ցուցաբերենք եւ ֆինանսապես եւ մեր աղոթքներով ու վստահաբար ամեն բան շատ լավ է լինելու։ Ես ուզում եմ, որ Աստված հնարավորինս շուտ էս ամենը անցկացնի, միանշանակ ամեն ինչ անցնելու է, բայց ուզում եմ աղոթել Այսօր մեր Գոռը հայտարարեց դրամահավաք Ֆելոյի համար, Ֆելոյի բուժման համար եւ հենց մենք գցեցինք արդեն վիդեոն, ինչ շատ մարդիկ գրում են աշխարհի տարբեր ծայրերից, հիմնականում Լոս Անջելեսից, ոնց կարող ենք փոխանցել գումարը։ Մենք բացել ենք GoFundMe եւ լինքը այս պահին ռիվյուի տակ է։ Ինձ թվում է մոտ 1 օրվա ընթացքում կբացվի եւ ես անպայման կտեղադրեմ, բայց ամենայն դեպս ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել բոլորին, որ այս պահին բոլորդ մեր կողքին եք։ Սիրելի ընկերներ, Միացյալ Նահանգներից Մանիտան տնօրինությունը նոր տեղեկացրեց եւ փոխանցեց, որ կարող եք Մանիտնից փոխանցումներ կատարել Գոռ Հակոբյանի անունով ամբողջովին անվճար, առանց պահումների։ Նրանք իրենց աջակցությունը արդեն
արել են, փոխանցել են եւ ես ուզում եմ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգներում եթե կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աջակցելու մեր ընկերոջը, առանց պահումների կարող եք Մանի տնից փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն։ Գոռ Հակոբյանը հուզիչ մտահոգիչ տեսանյութով դիմել է հանրությանը։ Նա պատմում է, որ իր փոքրիկ որդու Ֆելիքսի մոտ հայտնաբերվել է ծանր ու հազվագյուտ հանդիպող հիվանդություն Յուինգի սարկոմա։ Դերասանի խոսքով բուժումը շատ թանկ է եւ իր ու ընկերների հավաքած միջոցները բավարար չեն նման հիվանդության բուժումն ապահովելու համար։ Գոռ Հակոբյանը նշում է, որ ժամանակը շատ սուղ է, նրանք ունեն ընդամենը 5-ից 7 օր, որպեսզի կարողանան երեխային տեղափոխել Գերմանիա անհրաժեշտ բուժումը ստանալու համար։ Դերասանը նաեւ պատմել է, որ արդեն վաճառքի է հանել իր ունեցվածքը, որպեսզի կարողանա գոնե մասամբ հոգալ բուժման ծախսերը։ Վերջինիս խոսքով կարճ ժամանակահատվածում չի կարողանում ամբողջը վաճառել, ինչի արդյունքում դիմում է հանրությանը, որպեսզի մարդիկ օգնեն եւ ինքը կարողանա ինչ-որ չափով որդուն հանել ստեղծված իրավիճակից։ Երկիչ սպիտակցի Հայկոն Հայկ Ղևոնդյանն ինստագրամյան հարթակում տարածել է օգնության կանչ։ Ընկերներ ջան, խնդրում եմ ինչքան հնարավոր է տարածեք։ Վեներայի պատմությունն անտարբեր չի թողնի ոչ ոքի։ 11 տարեկան Վեներան տառապում է մանկական ուղեղային կաթվածով։ Երեխան ունի հենաշարժողական լուրջ խնդիր, չի կարողանում լավ քայլել։ Բժիշկների հավաստմամբ երեխան շտապ եւս մի քանի կուրս պետք է անցնի, որպեսզի էական փոփոխություն զգացվի, սակայն Վեներայի ծնողները չեն կարող վճարել բուժման համար։ Ընկերներ ջան, երեխայի ծնողները հիմնական աշխատանք չունեն։ Ընտանիքն ապրում է Վեներայի թոշակի եւ օրավարձով աշխատանքի դիմաց ստացված գումարով։ Նշեմ, որ Վեներան նաեւ ունի ոտքի շատ լուրջ խնդիր, անհրաժեշտ են բժշկական կոշիկներ։ Մայրը ներկապահին գտնվում է հիվանդանոցում, հայրը եւս ունի առողջական լուրջ խնդիր։ Խնդրում եմ բարեգութ մարդկանց անտարբեր չանցնել, ապրում են անմարդկային վատ ու ծանր պայմաններում, նախնական բուժման համար անհրաժեշտ է 400,000 դրամ։ Խնդրում եմ ինչքան հնարավոր է տարածեք։ Վեներային օգնելու համար ստորև տեղադրում եմ քարտի համար եւ իդրամ հաշիվ։ Ահա այս հաղորդագրությունն է տարածել ինստագրամյան հարթակում Սպիտակցի Հայկոն, ով ըստ ամենայնի որևէ առնչություն չունի աղջկա հետ, սակայն փորձել է օգտագործել իր հետևորդների մեծ բանակը այս աղջկան օգնելու համար։ Նետկարի Գիտյանն ինստագրամյան էջում տարածել է օգտատերերից մեկի հրապարակում նվօգնության խնդրանքով է դիմել. «Սիրելի մարդիկ, սա իմ կյանքի ամենադժվար գրառումներից մեկն է։ Հայրս ունի հաստաղուկ աղջկեղ, որն այժմ գտնվում է առաջադեմ փուլում եւ տարածված է լյարդի վրա։ Վերջին կաթահետազոտությունները ցույց են տալիս հիվանդության պրոգրեսիա, ուռուցքի եւ մետաստատիկ օջախների աճ»։ Այսպիսով Էդգարի Գիտյանը իր հետևորդների ուշադրությունն է հրավիրել։ Դերասան Գևորգ Գրիգորյանն ինստագրամյան էջում տարածել է ինստագրամյան հարթակում հրապարակված մի օգնության կանչ, որը ներկայացնում ենք ձեզ։ Օքսանա Սուլթանովայի մոտ լուրջ հիվանդություն է, որի համար անհրաժեշտ է թանկարժեք բուժում։ Սկզբնական ախտորոշումը ագրեսիվ սուր էնդոմետրիոզն է, ադենոմիոզ, աղիքների էնդոմետրիոզ եւ այդպես շարունակ։ Երիտասարդ աղջկա մոտ արնահոսություն է։ Գևորգ Գրիգորյանը տարածել է այս հրապարակումը եւ խնդրել մարդկանց օգնել եւ մաքսիմալ տարածել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք։ Դերասան Տարոնի Սպիրյանը նույն ինքը Պոնչը ինստագրամյան էջում մի հայտարարություն է տարածել, որով դիմում է իր հետևորդների օգնությանը։ Իմ լավ ընկերներ, խնդրում եմ ցանկացածի օգնությունը կիսվեք, տարածեք, իսկ հնարավորության դեպքում ֆինանսապես աջակցեք իմ ամենալավ ընկերոջը։ Իմ լավ ընկերը, իմ հարազատը Գագիկը այսօր անցնում է իր կյանքի ամենադժվար փորձությունը։ Նա այժմ պայքարում է բել-լիմֆոմա չարորակ ուռուցքի դեմ մեծ ուժով, հավատով ու համբերությամբ։ Հայաստանում նա անցել է քիմիոթերապիայի 6 կուրս, այնուհետև Բելարուսում ստացել է Care-Tip թերապիա, որը ցավոք արդյունք չի տվել։ Այժմ Հայաստանում է, բուժում է ստանում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում եւ բոլորիս օգնության կարիքն ունի։ Բարի մարդիկ, ձեր նույնիսկ ամենափոքրիկ ֆինանսական աջակցությունն այսօր չափազանց մեծ նշանակություն ունի Գագիկի համար։ Փոխանցումներ կարող եք կատարել Գագիկի հարազատ եղբորը։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ նմանատիպ հայտարարություններ տարածել նաեւ Իրված դերասան հումորիստ Ռաֆայել Երանոցյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Վերջինս պարբերաբար հրապարակումների տեսքով խոսում է իր ներկայացումների մասին, ցույց տալիս, թե ինչպես է ճամփորդում ժամանակ առ ժամանակ, ինչպես է ժամանակն անցկացնում իր ընկերների, մտերիմների ու բարեկամների հետ։ Այսօր Ռաֆայել Երանոցյանի հրապարակումը մի փոքր տարբերվում է մնացածից։ Նա միացել է օգնության կոչին ի աջակցություն
մի կնոջ։ Շնորհիվ ձեր աջակցության արդեն հավաքվել է 115,000 դրամ։ Յուրաքանչյուր ներդրում մեզ մեկ քայլ մոտեցնում է նպատակին։ Անհրաժեշտ է ևս 1,485,000 դրամ։ Ձեր օգնությունը կարող է իրական փոփոխություն բերել։ Փոխանցումների համար հաշվեհամարները նշված են էկրանին։ Ահա այս օգնությանն է միացել դերասան Ռաֆայել Երանոսյանը։